Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարությամբ առաջարկել էր ԱԺ պատիվ ունեմ խմբակցությանը նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նշել էր, որ վարչապետի թեկնածու պետք է ներկայացվի կուսակցության փորձառու եւ բարձր որակավորում ունեցող անդամներից մեկը, շեշտելով, որ իրենց առաջնահերթությունը ոչ թե իշխանությունը վերացնելն է, այլ իշխանափոխությունը։ Միևնույն ժամանակ պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու էր տեսնում Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Ազգային ժողովի դահլիճում կայացան Սերժ Սարգսյանի թիմակիցների նախաձեռնած լսումները, որոնց մասնակցեցին ոչ միայն падգամավորներ, այլև արտխորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Թեև օրակարգում վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախագիծ էր, քննարկումները վերաբերում էին նաև ներքաղաքական ճգնաժամի լուծման տարբերակներին։ Նույն ժամանակ Ազգային ժողովի շենքի դիմաց անցկացվեց Արթուն ենք շարժման հանրահավաքը։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց նպատակը հանրային ճնշում ապահովելն է եւ ցույց տալը, որ ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալու, եթե խորհրդարանում գործընթացը մեկնարկի։ Նրանց խոսքով վերջին տարիներին հասարակության եւ ընդդիմադիր ուժերի միջև ձևավորվել է անվստահության անդունդ։ Ժամանակն է ձևավորել արդյունավետ հարթակ իշխանափոխության նպատակով։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը միանում է իմպիչմենտի նախաձեռնությանը եւ արդեն փոխանցել է ստորագրությունները պատիվ ունեմ խմբակցությանը։ Փաշինյանի պաշտոնազրկման իրավաքաղաքական հիմքերը անհերքելի են եւ նա գործել է պետական դավաճանության հատկանիշներով, ընդգծեց նա։ Արթուն ենք շարժման անդամ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ լսումների հաջողությունը պետք է դառնա շարունակական։ Ի վերջո մեր նպատակը ֆունկցիոնալ հաջողությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն։ Նա հույս հայտնեց, որ խմբակցության բոլոր падգամավորները կմիանան նախաձեռնությանը, քանի որ ստորագրելով դառնում են համահեղինակ եւ նաեւ կրում են պատասխանատվություն։ Մի բան, որ ինձ անկեղծ ասած այդքան այտենց դուր չեկավ, դա այն էր, որ այդ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո Հայաստան խմբակցության падգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից, լսումներից եւ այնպես տպավորություններ, որ ահա մենք ձեզ տալիս ենք մեր ստորագրությունների ցուցակը եւ հեռանում։ Մնացածը դուք իկներ եք ոնց ուզում եք, իսկ դա անտրամաբանական է, որովհետեւ եթե միանում են, չէ, եթե падգամավորները միանում են որևէ նախաձեռնության, նրանք դառնում են այդ նախաձեռնության համահեղինակ։ Հետևաբար նրանք արդեն ունեն հետագա քայլեր, գործողություններ անելու պատասխանատվություն, որովհետեւ իրենք արդեն այս պահից դարձան նախաձեռնության հեղինակ։ Դավիթ Համբարձումյանն իր հերթին ընդգծեց, որ կալանավորման միջոցով իրեն չի հաջողվելու դուրս մղել քաղաքական գործընթացներից։ Դրանից հետո ում գործից հանեցին դարձավ ընդդիմադիր կամ կալանավորվեց, բայց այս մեթոդներով ոչ ոք չի կարող ինձ լռեցնել, նշեց Դավիթ Համբարձումյանը։ Մենք մի գործընթացի մեջ որ մտնում ենք հաջողություն ունենալու համար, հետեւաբար այո կարծում եմ կհաջողվի։ Եվ ժողովրդի համախմբվածությունը առհասարակ է պետք, ոչ միայն քաղաքական process-ների ժամանակ, առօրյա կյանքում էլ է պետք է համախմբվածությունը։ Բոլոր երկրում տեղի ունեցող գործընթացների ժամանակ էլ է պետք է համախմբվածությունը։ Առհասարակ մեր երկրի ապագայի համար էլ է պետք ժողովրդի համախմբվածությունը։ Ես միշտ ասել եմ, երբ որ մենք համախմբված ենք լինում, մենք միշտ հաղթանակներ ենք ունենում, երբ որ պառակտում ենք, մասնատվում ենք, մենք միշտ պարտություններ ենք ունենում։ Քննարկումների ժամանակ հնչեցին նաև կոշտ քննադատություններ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձագանքելով падգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծվել են, նշեց. Եթե ընտրությունները 35 տարի միայն վատն էին, ապա մեր պետությունը վատն էր։ Այդ տրամաբանությամբ պետք է ջնջել պետությունը եւ հռչակել 4-րդ հանրապետություն։ Եվ impeachment-ի անունը ինչ ուզում եք դրեք, non-confidence vote, impeachment, ինչ ուզում եք դրեք, դա կարևոր չի։ Կարևորը այն է, որ մենք այլևս որոշենք, որ չենք ասելու հետևյալ 3 նախադասությունները։ Եկեք չասենք, որ Նիկոլը պետքա հեռանա, որովհետև նա հրաժարական չի տալու, նա հրաժարականով չի հեռանալու։ Եկեք հանենք այդ խոսույթից, որովհետև դա սուտ բան է, նա չի հեռանալու իր կամքով։ Եկեք չասենք, որ Նիկոլը պիտի հեռացվի։ Ինչու՞, որովհետև այդ պիտի հեռացվի մեջ չի հասկացվում այդ վին ով է, այդ ով է հեռացնողը։ Այդտեղ էլ անձնական պատասխանատվությունից եկեք չխուսափենք եւ նման գեղեցիկ բաների մեջ այլևս չփորձենք պահկվել։
Եվ երրորդը, եկեք չասենք, որ ժողովուրդը պիտի հեռացնի Նիկոլին, որտեղ մի ժողովուրդ էլ ես եմ, մի ժողովուրդ էլ դուք եք, մի ժողովուրդ էլ 100,000-ավոր մեր քաղաքացիներն են, որ այս ամեն ինչը նայելու են, լսեն, քննարկեն եւ այլն։ Այդ ինչ վերացական ժողովուրդ է։ Եկեք այսպես բանաձևենք էլի մեր այսօրվա պարտավորություն ազգովի։ Ես պիտի հեռացնեմ Նիկոլ Փաշինյանին, ես։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր հերթին ընդդիմությանը ներկայացեց հակընդդեմ առաջարկ։ Առաջարկում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, որպես կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ։ Առաջարկում են, որ ՀՅԴ-ն ինքնալուծարվի։ Հարցին, թե իշխանությունը կթողնեն նման դեպքում, Ռուբինյանը պատասխանեց. ոչ, մենք կթողնենք միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ այլևս չի ուզում մեր իշխանությունը։ Դրա մեխանիզմը հայտնի է՝ ընտրությունները։ Ազգային ժողովում ելույթ ունեցավ նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա գործող իշխանության կառավարման տարիները որակեց աղետալի եւ ընդգծեց, որ Փաշինյանի գլխավոր հանցանքը անվտանգության համակարգի կործանումն է։ Զուրաբյանը նշեց, մինչև ժողովուրդը չտեսնի լուրջ առաջնորդություն եւ Հայաստանի վերափոխման հստակ ծրագիր, Փաշինյանի դեմ համաժողովրդական շարժում չի ձևավորվի։ Գլխավոր բանալին հենց համաժողովրդական շարժման ստեղծումն է։ Այսպիսով խորհրդարանում կայացած լսումները ցույց տվեցին, որ ընդդիմադիր ուժերը շարունակում են փորձել վարչապետին պաշտոնազրկելու տարբերակները, մինչդեռ իշխանությունը շեշտում է, որ հրաժարական կտա միայն ժողովրդի կամքով, ընտրությունների միջոցով։